Փարիգուն հարանագիցներ այս իրգունված ծրագիրը կշարունակենք անցյալ շաբաթվայից, որ մենք ներկայացուցինք այս կարեկին երկրորդին ընտրությունին եւ մանավանդ կարեկին երկրորդին հայտնելը ընտրությունից հետո Վասկեն Սարգսյանին սպանությունը, որ պատահեց հոկտեմբեր 27 1999 թվականին եւ ինչպես որ մենք խնդրեցինք ընդհանուր ժողովրդին, որ օգնե մեզ, որ գտնենք այն անձերը, որ կապ ունեին այդ թեփքը, որ պատահեց եւ հետևանքները, որ իրենց մեջը մտնում է Կարեկին երկրորդը, Կարեկին երկրորդին եղբայրը, Դիրան Սրբազան Գյուղերյան եւ Արամ Սարգսյան, Վասկեն Սարգսյանի եղբայրը, այսօր մենք կարեցանք գտնել մեկ հատ անձ, որ մտնում է այդ պատմությունի մեջը, որ իր հետ այսօր պիտի զրուցենք անմիջապես ինտերնետի միջոցով նախկին Ռուսաստանի առաջնորդը Դիրան arciepiskopos Գյուղերյանը, որ գալիս է մեր մոտ նորեն ինտերնետի միջոցով Ռուսաստանից եւ հիմա մենք պիտի ներկայացնենք Սրբազանին եւ պիտի թողենք, որ ինքը բացատրե մեզ ինչ կատարվեց այն օրը, ընտրությունի օրը, մինչև ընտրությունի օրը եւ այդ մնացած ժամանակը ինչ որ եղել է իրեն ամիջապես այն ընտրությունից հետո Փարիգուն Սրբազան աստվածօգնական եւ բարի ողջույն եւ աստված պահապան Արամ շնորհակալություն որ այսօր մեր հետ գտնվում ես եւ պատրաստ ես մեր հետ խոսել այս շատ կարեւոր թեմայի մասին ինչպես է Սրբազան ինչպես գտնվես այսօր Փառք Աստծո չեմ թշկոհիր արդեն 9 տարի է ինչ ցկած եմ եկեղեցին ինչպես գիտեք 99 թվականի ընտրություններեն հետո խնդիրները մեր եկեղեցին Մոսկվայի իմ անձի նկատմամբ սկսվալ Կարեկին երկրորդ կաթողիկոսի կողմեն 2000 թվականին արդեն հանգարձակի որոշում ընդունեց որ ինձ պաշտոնան կնե ես չեմ գիտեր անշուշտ կհետևիմ զանազան աղբյուրներեն ունեմ որոշ նյութեր ծեր հաղորդումներու մասին ունեմ զանազան նյութերու պատճեններ որովհետև իմ շրջապատի մարդիկ միշտ մտահոգված են մեր եկեղեցիով եւ ինձ կհայթայթեն զանազան լուրերու նամակներու թերթերեն կամ ինտերնետեն նյութեր եւ ամբեսօր բավականին քաչադեղյակ եմ տեղի ունեցածի մասին կմաղթեմ որ Աստված ուժգարողություն տա մեր բոլորիս որովհետեւ այսօր մեր եկեղեցին կգտնվի շատ ծանր վիճակի մեջ որովհետեւ եկեղեցին է որ գնա համախմբել համայն հայություն աշխարհով մեկ ինչպես եղած է մինչև 2000 թվականը կրնամասի գասել նախ թույդվեք ողջունելուց ես անձամբ ինտերնետով արդեն Skype-ով տեսնելու եւ ծանոթանալու կուզեմ իմ ցավակցությունը հայտնել ես իբրև հարազատի հանգուցյալ թորքոմ arciepiskopos patriarchi վաղճաման արիթով երկար դարիներ եղած է Միացյալ Նահանգներու արևելյան թեմի առաջնորդ անձամբ ծանոթ եմ թերևս եպիսկոպոս իր ժամանակեն հետո arciepiskopos եւ patriarch կրնամ ասել որ 20-րդ դարու երկրորդ կեսին ամենագարգարուն պատրաստված եւ իբրև հոգեորական եւ իբրև զարգացած գիտագից անձնավորություն խոշորակույն ջատակովն է եղած Սուրբ Էջմիածնին Մայրաթորին
քիչ ունենք այդպիսի հոգեորականներ եւ կամ էլ ունեցած ենք նույնիսկ, որոնք իրենց ամբողջ կյանքով ու գործունեությամբ պաշտպանած են բանդի միածնին։ Ահա հերանալով այս աշխարհեն ուզեմ իմ ցավակցությունը հայտնել համայն հայության եւ ինչպես այս առիթով ցեզ հետ ծանոթանամ ցեզի իբրև հարազատի որտեղ եղած է անշուշտ ձեր հորեղբայրը մոդիգենզ ինքը ճանցած եք եւ այսօր իր բագասը գզգամ իր եկեղեցին։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն։ Սրբազան, ես կուզեմ մի հարց տամ քեզ, որտեղ ինչպես որ ասեցիր, որ գերեւի մի որոշ մասը հետևեր ես մեր առած կորձերը, որ մենք կփորձենք աս խնդիրը, որ մեր առաջ գտնվում է լուծենք։ Ինչ է ձեր կարծիքը եւ Աստվածաշունչի ինչպես որ գրված է մեր առածը ընդունելիք է, ընդունելիք չէ, որտեղ իհարկե անձեր կան, որ կասեն, որ չի կարելի բարձրացնելով եւ այսպես աղմուկով մանավանդ Գարեգին երկրորդին ամբողջ հայոցի կաթողիկոսին մասին խոսել այնպես։ Աստվածաշունչը ամիջապես մեր հավատքը ինչ է ասում այս մասին, եթե կգնաս մեզ հետ փաշանել ձեր այդ միտքերը։ Այո, գրնամսել անշուշտ ամեն անհատ, որը գնդրեր ճանապարհի իր կյանքին մգրտությամբ կդառնա քրիստոնյա, անդամն է Քրիստոսի եկեղեցին եւ եկեղեցին գիտեք աշխարհում եք բաժնված է կաթոլիկ եկեղեցիները կան, ուղղափառ եկեղեցիները կան, նոր եկեղեցիները կան, որոնք բողոքականներն են եւ հին եկեղեցիներու շարքի մեջ է մեր հայաստանյաց առաքելական եկեղեցին, որը աշխարհում եք սփռված ենք պատմական թեփկերու պերումով հայրենիքին դուր շատ ավելի շատ է հայությունը, քան թե մայր հայրենիքի մեջ, սակայն ամեն ուրեք եկեղեցի կա մեր ժողովուրդը, եթե անհատներ, որոնք մանավանդ նոր շրջանի հայրենաթող հայությունը քիչ մոդիգեն ծանոթ չէ սփյուռքի հայության կյանքին, քիչ դժվար գերեվա այս հարցերը, որովհետև հայրենիքներ, որոնք հայրենիքը թողած են եւ թափառած են ամբողջ աշխարհում, իրենց տուներուն հետ միացին շինած են եկեղեցիներ եւ եկեղեցիները կապ ունենալով ծուխը առաջնորդին, առաջնորդը Սուրբ Էջմիածնի հետ եւ հայությունը միշտ կապ ունեցած են Սուրբ Էջմիածնի հետ, միմիայն եկեղեցիների միջոցով։ Եվ եթե անհատը, ինչպես շեշտեցիք ավետարանի մեջ կա, գսխալի ծուխի ղեկավարները Ալլահովի կամ հոգապարծուները կհրավիրեն ամիջապես այդ մարդը չեմ բաժեր, ամիջապես այդ մարդը չեմ վդարեր ծուխեն, կզգուշացնեն մեկ անգամ, երկու անգամ եւ երբ կտեսնեն, որ անուղելի է, անշուշտ կաշխատին իրենց ծուխը ազատ թողել այդպիսի մարդումը, որբեսի իր գրած սխալներով ծուխի մեջ անհասկացություններ եւ ամիապանություն չփերե։ Իսկ եթե ուղղվեցավ անշուշտ մեծ ուրախությամբ ինչպես ավետարանը գսե իրենց եղբայրը կվերաթարնա բնականոն կյանքի մեջ։ Ասպարս անհադի մասին է, որը մեկ անգամ ուծված է մերոնով ընդունելով Սուրբ Մկրտությունը։ Իսկ հոգևորականները քահանան եւս կստանա անգամ մերոնի օծում եւ իսկոբոսը երրորդ անգամ կստանա մերոնի օծումը, իսկ կաթողիկոսը միակ անձն է, որ չորրորդ անգամ լալով Սուրբ մերոնով գոծվի։ Հետևաբար մերոնը, որ Սուրբ Հոգին մեզի համար կխորհրդանշե, կզորացնի հավատացյալին, անշուշտ եթե անհատը հավատք ունի, կզորանա մերոնով եւ կաշխատի ճիշտ ուղղությամբ իր գործունեություն անել։ Հոգևորականները ինչքան իրենց պաշտոնը կբացրանա, այդքան իր պատասխանատվությունը կավելնա
եւ Աստծո առաջ եւ իր ժողովրդին առաջ բարձ հավատացյալը գրնա այդ սխալը թույլ տալ հոգեվորականը ոչ մանավանդ բարձրաշան հոգեվորականը տեղյակ եմ որ երբեմն անհատներ կան որոնք կթշկոհին սխալ կհամարեն ծեր մոտեցումը որ կբարձրացնեք այսօր եկեղեցվո ծանր վիճակի կացության մասին այդ մարդկանց կուզեմ ես ասել որ երբ 99 թվականին նախ չուզելի մավերաթարնալ 95-ին կուցարիթմալ այդ մասին ալ խոսվի 99 ընդրություններու նախորյակին եւ ներսես arczepiskopos Բոզաբալյան ներկայիս հանգուցյալ գիտեք որ թշպախտություն եղավ Կարեկին երկրորդ կաթողիկոսիորով անհասկանալիորեն ինչ-որ անցին մտան եւ Մարաթոսուր Բեչմիածնի իր բնակարանի մեջ չարաչար ձեծեցին եւ հետո վախճանեցավ Աստվածոքին լուսավորեներ սրբազանին ահա անոր դեղապահության ժամանակ բոլոր եպիսկոպոսները 52 որոնց մեջ 37-38-ը թեմեին Կարեկին Ներսիսյան arczepiskoposi տեխնացությանը նամակներ կրվեցան նկատի ունենալով իր մինչ այդ կորձնեությունը որ շլար այս անձը նստի Սուրբ Գրիգոր Լուսավորչի աթորին սակայն գիտեք ինչպես տեղի ունեցավ այսպես կոչված ընդրությունը որը կհագասե բոլոր ընդրություններու հետ համեմատելով նույնիսկ խորհրդային գարքերու ժամանակ երբ աթեիզմը եւ կոմունիստները կփորձեին խառնվել եկեղեցու ներքին ցանկի մեջ այս աստիճան չեղած ջնշում Փարսաշյան հոգեորականներու նկատմամբ ես պատրաստ եմ օրմը երկու ընդրություններու ժամանակ ինչպիսի թաժան գրնամ ասել Գեցված ունեցած եկեմ պետական այրերը թեպի Փարսաշյան բոլոր հոգեորականներուն որոնք թեմ են եղած իրենց դված պետության դված տեխնազուին Կարեկին առաջինին էլ եւ Կարեկին երկրորդին էլ հետեւաբար չեմ գիտեր գուցե մի օր կբարձրացնենք որովհետեւ ժողովուրդը գտնա ճշմարտությունը բացմության մեջ Սիրելի Արամանուկյան եթե ընթերցեք բազմաթիվ դեպքեր եղած են երբ կաթողիկոսներ որոնք կաշառքով զանազան միջոցներով աթորի նստած են կարճ ժամանակ հետո անոնք հերացուցած են ազգը եկեղեցի միասնաբար ասում փաստեր մենք ներկայացուցել ենք այն տեսակնոտ որ մոտավորապես 15 հատ կաթողիկոսներ որոշ պատճառներով հերացուցին աթորեն ինչպես որ մենք հույսով ենք որ այս նույն process-ը կամ այս նույն բանը պիտի կատարվի այսօրվա կաթողիկոսը որ ճշմարտաբար ինչպես որ ես այս վերջինս ներկայացրել եմ չի ծառայում մեզ համար ծառայում է իր համար ես մի հատ հարց տամ որ եթե գրնաս մեր հետը որ մանավանդ որ դուք պատգամավոր եք կամ իրավունք ունեք ցայն տալ կաթողիկոսի ընտրությունի ժամանակը գրնաս մի քիչ պատմել մինչև ընտրությունից եւ ընտրությունից հետո ինչպես էր վիճակը այնտեղ եւ ինչ եղեր է մանավանդ որտեղ մենք ներկայացրել ենք որ Վասկեն Սարգսյանը ինքը գաշարք վճարեր է կամ առաջարկեր է կամ ճնշում թրեր է այն պատգամավորներուն որ պետք է ցայն տային կաթողիկոսի համար գրնաս մեր հետը մի քիչ բաժանել այն եղանակը եւ ինչ եղեր է ադորը որոշ բանկուցը գսեմ նախ մինչ այդ թուլդեք ավարտեմ նախքին միտքս այն որ 2000 թվականին երբ Կարեկին Ներսիսյանը սկսեց իր սխալ կորձունեությունը ասեմ որ ամբողջությամբ ոտնատագրավ մեր եկեղեցու ավանդությունները եւ կանոնները նախ իգնակելուղ ազատ արձակեց ամբողջ քերակույն հոգևոր խորհուրդը քերակույն հոգևոր խորհուրդը գնդրվի ազգային եկեղեցական ժողովով եւ ոչ թե կաթողիկոսը գրնա անձնապես ուզածնել կաթողիկոսը անձնապես գրնա իր խոհարարը իր լվացկարուին կամ քարտուղարուհի կամ վարոդ կամ թիկնապահ եթե ունի ասոնք առանց ժողովի փոխելու
մնացած բոլոր հարցերը պետք է որ լան քերակույն հոգևոր խորհրդով, ապա եպիսկոպոսական ժողովով։ Չի գրնար կաթողիկոսը իր ուզածը անել։ Այս մարդը գներեք այդպես կսեմ, ինձ համար ընդրված չէ, բայց օձիալը ես կհարկեմ օձումը, այնքան սխալները ռավ, ես կրնամ չեմ գիտեր փոխանցել, ես շատ փաստաթուղթեր ունիմ, որոնց մեկը Բոսո Մեսրոպ Պատրիարքի 2000 թվականի նամակն է, որ իրեն 6 գետերուն թե 7 գետերու մեջ կբացատրե որ դու սխալ գնես կարեկին կաթողիկոս, իրավունք չունիս այսպես անելու։ Նույնիսկ կհամեմատե որ Հռոմի բաբն անգամ այսօր կմահաճ թե ով ուզածը չի գրնարնել։ Իմ եկեղեցի Սուրբ Հարության եւ ամբողջ համայնքի կողմէ հազարավոր հավատացյալներու ստորագրությամբ թիմումներ եղած են իրեն, անդեսած եւ մեկ կողմն է դարձել։ Ինքը չուզեր հաշվի նստել եկեղեցին հետ, ժողովրդին հետ։ Կանոնադրությունը հաստատած է 98 թվականին թե Կարեկին առաջին Սարգսյանը ձանր վիճակի մեջ երբ լեզուն գդրած էին չեր գրնար խոսել, անոր օգնական նշանակած էին, քաղնի գերվով կանոնադրությունը պետական կաշարագեր այրերուն գներեք ճիշտ բառը գուզեմ օգտագործել, հաստատած է, որում մեջ կսվե որ 13-րդ հոդվածը աշխարհի ամբողջ հայաստանյաց առաքելական եկեղեցիները կաթողիկոսի սեփականությունն են, ինչ կուզե գնե, ինքը գդոնորինը եկեղեցիների ունեցվածքով, որուն գուզե կնշանակե, որուն գուզե հանել, ասիկա ամբողջությամբ ոտքից գլուխ տակնու վրա մեր եկեղեցու կարգ ու կանոնը, մինչև Կարեկին Ներսիսյան, Սպյուրքը ինչպես իմ խոսքի սկիզբի մեջսի, կապ ուներ մայր հայրենիքի հետ Սուրբ եկեղեցիով։ Այսօր այդ ամբողջ կապը փշլված է, ամբողջ համայնքներում մեջը խնդիրներ ստեղծեց։ Այսօր Ռուսաստանի համայնքը բաժան հրավ ինքնակլուխ եւ ինքնական ձևով, հազարավոր հայրենիներ երթան ոչ հայաստանյաց եկեղեցին, ով պիտի պատասխան տա ասոնց։ Ոչ մեկ իրավունք ունի Սուրբ Էջմիածինը մեկ հոգի համար վտարելու։ Ավետարանը գսե հովիվը մեկ կորսված ոչխարի հետևեն գերտա 99 գծողու որպես այդ մոլորվածը գտնել այս անձնավորությունը նույնիսկ Օսմանյան գայսրության մեջ ասանք բան չեղած փաստով գսեմ նիսի հայ համայնքը հայտարարած է ոչ առաքելական եկեղեցի եւ քումարներ գծախսե որպեսի ֆրանսական թադարանով նիսի Բազին եկեղեցին համարե ոչ հայաստանյաց առաքելական եկեղեցի լսված փանչասի պատմության մեջ այսօր 100-ին ավելի հայ արժանավոր փասաշան հոգեորականներու կմահաճ ձևով ցերքի հերացայնով ինչպես իմ բարակային կանադայի մեջ կգտնվեր եղբորը հերացայն գնե անալ այստեղ անոր ստորագրությամբ իմ կարգալուծությունը կհրաբարագե այսպես չլա եկեղեցի ղեկավարելը եւ ազգը պետք է ստապվի մանավանդ հայրենի կառավարությունը գանխելու մեր եկեղեցի քայքայումը որովհետեւ հզոր հայաստանյաց եկեղեցին է որ ամբողջ հայությունը կգրավե մայր հայրենիքի հետ ինչ կվերապերի ծեր հարցումին կշեշտեմ որ այո եղան բազմաթիվ ջնշումներ նույնիսկ չեմ ուզեր հիմա անունը տալ Ներսես Սրբազանը ապտակած են ըլլալով դեղաբար որ պետք է Կարեկին Ներսիսյանը լասելով կաթողիկոս, ասիկա պատմության մեջ լսված բանը չէ։ Իմ անձի նկատմամբ ես վերջին հոգեորականն էի, երբ ամսու 26-ին հոկտեմբերին 1 ժամ 50 րոպե վարչապետին քով դարին զիս մենք խոսում ենք այն մասին, որ ասեցիր, որ ամսին 26-ին, հոկտեմբեր 26-ին վարչապետի մոտ գնացիր, երկար ժողով եղեր է եւ այլն։ Այնտեղից սկսավ խախտվել մեր կապը, եթե հնարավոր է, եթե կգնաս նորեն ներկայացնել այդ մոմենտից սկսած։ Ուրեմն ամսու 26-ի երեկոյան ժամը 7-ին
մենք ծրագիր ունեինք, որ պետք է որ ամբողջ պատվիրակությունը մեր թեմին եւ քանիմը ուրիշ թեմեր են, ինչպես Սյունյաց թեմներ, Շիրակի թեմից, Արգենտինի թեմից, Ուրուգվայից, պետք է խոսեինք եւ Պաշտոնյամը եկավ, չեմ գիտեր իմաստունի անունը դալ թե չէ, որ գուզենք վարչապետը քեզի հետ հանդիպիլ, ասի ես խնդրեմ այժմին բան ունիմ, ծրագիր ունիմ, որ պետք է պատգամավորներուս հետ, ոչ սա հիմա գաբնվիմ, ինքը գաբնվեցավ, գուզենք որ մինչև պատգամավորները հանդիպին եւ ժամը 4-ին զիստարին վարչապետինքով իր անձնական ընդունարանը երկու հոգի ինք եւ ես նստեցանք 1 ժամ 50 րոպե, որովհետեւ ժամը 6-ին ուներ կառավարության արտահերտ նիստը 1 ժամ 50 րոպե ինքը կփորձեր զիսամոզել, որ պետք է Կարեկին Ներսիսյանը ընդրվի եւ ասեմ որ 95-ին ինքը այդ ժամանակ ոչ վարչապետ նույնպես մասնակցած է իմ անձի նկատմամբ ճնշում բանեցնելու, որ պետք է որ ընդրվի Կարեկին Արաքին Սարգսյանը։ Այդ ուրիշ հարցն է, որ բավական երկար, ինչպես իմ խոսքի մեջ ասած եմ, երևի պատմության մեջ չի եղած այսպիսի խստիվ գերբով ճնշում բանեցնել հոգևորականներու, բարձրաճան հոգևորականներուն եւ իրենց ուզածը պարտադրել։ Մանավանդ գիտեք, ինչպես շեշտեցի, եպիսկոպոսի մեծ մասը թեմ էին Կարեկին Ներսիսյանի տեխնազությանը։ Ահա այդ ժողովեն հետո ես ամուր գեցա իմ գեցվածքիս վրա եւ ունեցանք մեր հանդիպումը, ես մեր պատգամավորներին չեմ ասած, որ իմ վրա ճնշում բանեցուցած են եւ իմ գեցվածքը ես բոլորին ասի եւ բազմիցս կրկնած եմ թե ինչ որ ես այդ ժամանակի կատարվեցավ հետո որ այս մարդը պիտի քայքայե գործանի հայաստանյաց առաքելական եկեղեցին եւ դադիկա կգադարվի գոր եթե մեր եկեղեցու անշուշտ բարձ հավատացյալներու համար քիչը դժվար պիտի լա այս բոլորը ընկալել սակայն պատգամավորներուն ազգային գործիչներուն ծխական խորհրդի թեմական խորհրդի անդամները շատ լավ գիտեն թե ինչ է եկեղեցին ինչպես կղեկավարվի եւ բոլորն ագրնան ասել որ Կարեկին Ներսիսյան գախտե ամբողջ եկեղեցու կարգ ու կանոնը եւ արդեն եթե ինչպես գիծակ նույն եղավ այս վերջերս Փարիզինից Նորման Սրբազանի նկատմամբ խստիվ գերով ճշում բանեցնելով որ իր ուզած քահանայինը վաչե քահանա որ նիսի մեջ էր կներեք Փարիզ փունի մաստով մի ավազակ անձնավորություն եւ այդ անձը հերացվեցավ զուխի գողմեն նիսի Սուրբ Աստվածածին եւ պետական բաներու գողմեն թադական բանգար իրանցի նկատմամբ եւ ինիցիալոց Նորման Սրբազանին որ ինքը ստիպած է որ վաչեն պետք է Փարիզ ծառայե այդ կարճ ժամանակ հետո թադավարությունը եղած է վերջի դվյալներով 2 տարիով թադաբարդված է այդ քահանան ահա տեսեք ինչպիսի գեցվածք ունի Կարեկին կաթողիկոսը գայցել է Ֆրանսիա Նիս եւ կաթողիկոսը գայցել է երկիրը իր աչքոմը գնստի դերույն առաջնորդը ահա Նիսի մեջ աչքոմը գնստի ավազագապարո քահանա որ թադավարության մեջ է եւ ավելի անտին գնստեցնի առաջնորդին ինքը ուղղակի գնսմացնե բոլոր բարձրաճան հոգեորականներուն եւ իր ուզածը գնե այսօր սպյուրքը կամած կգդրվի մայր հանենիկեն Սուրբ Էջմիածնին եւ խնդիրներ գունենա իր համայնքին մեջը եւ ասան փոչնողը Կարեկին կաթողիկոսը ճշմարտաբար եւ ասոր առաջ պետք է որ առնվի եւ գկարծեմ որ սերգ դարած աշխատանքը սպյուրքի բազմաթիվ հայեր այսօր Փարիզի մեջ կան, Լոնդոնի մեջ, Միլանոյի մեջ, Կանադայի մեջ վշտացած հայրենիներ, որոնք տասնյակ տարիներ ղեկավարած են մեր համայնքները հայրենիքի
հետ կաբելով Սուրբ Էջմիածնով ասում բոլորը վշտացած եւ անտին նետված են կմահաճ ծևով անցիմը որովհետեւ գսե կաթողիկոսն ինչ կուզեմ գրնամ անել վերաթարնալով 26-27-ի թեփկերում ասեմ որ անշուշտ շատ խիստ ճնշում բանվեցավ Հայաստանի ներքին թեմի առաջնորդներուն եւ պատգամավորներուն եւ ինչպես ասի մարտաջարի թուրը անընդհատ կփածվեր կկոծվեր եւ գային անձին որոնք պատգամավոր չէին ասիկ արդեն բավական է ասելու որ ընդրությունը աբորինի է ոչ օրինական է սակայն կրնանք աչքոցել ինչպես պարս հայորդիները եւ եթե նայեք Արամ կաթողիկոս արադորեն մերոն գլծներ Քարեկի Ներսիսյանի գլխում սրբալիս միրոնն անգամ շոքնեց եւ ավելի թաժան գերբով ավելի վրեժխնդիր գերբով սկսավ հալածել բոլոր հոգեվորականները այսօր կգարձեմ իր խղճի վրա է Քևորգ arczepiskopos Սիրադարյանի մահը եւ Ներսես arczepiskopos Պոզաբալյանի մահը շատ թաժան ծևով ճիշտ նույնը հրավ Քևորգ Սրբազանին վիրայոց թեմի առաջնորդին եւ վիրայոց թեմի ամբողջ թեմական խորհրդի անդամները ասին որ լավ եթե առաջնորդ կանես մենք կուզենք պահել Քևորգ Սրբազանը մեզի հովիվ եւ այդ խելք շոկեորական որ բարի անցմներ տասնյակ տարիներ Սուրբ Էջմիածնի օրացույցը գազմողն է չգրծավ սիրտը թիմալալ եւ մեռավ ես չեմ գիտեր ինչու ամուր գտնվեցա բազմացի թեփքեր կան որոնք պատմեմ չեմ գիտեր արդյոք եւ բանի որ պիտի պատմեմ որովհետեւ ժողովուրդը պետք է գիտնա այս ինչ որ ըրին այստեղ եթե գտնակ այսօր բարոն Մանուկյան հոգեվորական ամբողջ աշխարհում է ներալյալ Թուրքոն Բադիրյարքի առաջնորդության ժամանակ իմ գտարած ծառայությունը ռուսահայոց թեմի մեջ եղբայրական էկումենիկա ռուս եկեղեցի պատրիարքներուն հետ Լաբիմեն Լա Ալեքսին եւ ներկա պատրիարքի այնքան չերմ եղած եղբայրական որ ես բազմաթիվ հնարավորություններ ունեցա ոչ անձի համար բայց հայության համար եկեղեցին համար դարածքներ ստանալ եկեղեցիներ գառուցել այս թեմի մեջ ես ոտքեմ դրած 5.5 եկեղեցի է եղած ես 10 տարվա մեջ ավելի քան 30 եկեղեցիներ հողամասեր ստացանք եկեղեցիներ գառուցեցի շուրջ 40 հոգեվորականներ են ծերնադրած եւ ահա Մոսկվայի եկեղեցին որ մի ամբողջ համալիր է պիտի գառուցվեր Մոսկվայի քաղաքապետարանի հաշվին չկա այսպիսի թեփը որ ուրիշ պետության հաշվին գառուցել մի ամբողջ համալիր ահա փուն պատճառը որ ուզեցավ զիս հանել իբրև առաջնորդի Պատերքիցա որ ես կմնամ հովիվ ունեմ փաստաթուղթերը բարոն Մանուկյան ես անհնազանդ չեմ գտնված իրեն ամբողջ հերակրերի պատճեներ ունենք թեմական խորհրդի որում մեջ իրեն համախոհներն ալգային ամբողջ նյութը գա որտեղ գսե որ Դիրան Սրբազանը ձեր հրամանով ցկած առաջնորդությունը բայց կմնա հովիվ բայց երբ իմացա որ հովիվը պատասխանատուն է նոր կառուցող Սուրխաչ եկեղեցի համալիրին այս հալածանքները եւ շատ ոչ բաճատ կորձունեությունը սկսվեցա եւ իշխանությունը փակեց այդ ծրագիրը եւ ռուսահայոց թեմը Մոսկվայի հայ համայնքը զրկվեցավ $10 միլիոն դոլարներեն որը պետք է կար քաղաքապետարանի հաշվին բոլոր փաստաթուղթերը ունիմ եւ գրնամ ցեզի օրը ներկայացնել օրիջինալները գամոդես փնակները գրնամ պատճեները ղրգել ահա այսպիսի կապսության մեջ կպատկերացնեք որ նույնիսկ թադական կորց բացի նիմանջի նկատմամբ որի փրթե նոր գառուցվող եկեղեցին հողամասին հարկ չեմ դված պետության եւ շատ 11 ամիս տևեց այդ թադավարությունը
կապարագվի այս բոլորը, որ գիտնա ժողովուրդը երբեմ բացարձակ ասելով, որ ամոթ է մինեք կաթողիկոսի անդին այսպիսի բաներ, երբ երկու եղբայրով գհալածեն եկեղեցականները, երկու եղբայրով կանդեսեն մեր եկեղեցու կարգ ու կանոնը եւ եկեղեցին այսօր արևդուրի կենտրոն դարձած է, ինչպես Քրիստոս ժամանակին մաքրեց եկեղեցին լումայափոխներեն, արևտրականներեն, արդեն բան է որ մեր եկեղեցին հերու մնա, մաքրվի, բիզնեսեն, արևդուրեն եւ զբաղվի իր գործումին հոգևոր ծառայության ազգը միացնելու սեր եղբայրություն կառուցելու կապելու մայր հայրենիքին հետ Հայաստանը կհայաթափվի ինչ կնե կաթողիկոս այս հարցով տված ենք այս հարցումը ոչ արդյոք օրը տեսած եք հայկական հերոստատեսության որ Սուրբ Էջմիածինը դեր գնա աղքատ կարոդյալ ընտանիքներուն բացարձակապես ոչ կառույցներ գնե, պալատներ կշինի, որուն համար այս բոլորը ժողովուրդը կհեռացնի եկեղեցին, ասիկա ցավալի է եւ բահն է որ անշուշտ այլևս ազգը ոտքի գնա եւ կանխե անշուշտ ինչպես ավետարանը գսեր բազմաթիվ անգամներ գրնաս զգուշացնել եւ հետո է որ վճիռ կկայացնել բայց արդեն 12 տարին ավելի է ամեն անգամ կզգուշացվի, բայց ինքը իր ըսածը գնե։ Չեք տեսակ պատմության մեջ ասան թեպը, ամենան հայոց կաթողիկոսը ասեցիր, որ մեր պատմությունի մեջ այս զարգան չենք տեսած եւ սկսավ գդրվել։ Եթե այնտեղից եթե գիշես ինչ մասին խոսում էիր, որ կաթողիկոսը որ ինչքան որ զգուշացուցեր են իրեն թեր իր ուզածը անում էր այնտեղից եթե գտնաս շարունակել դրվի գոր հիմա կլսեք իմ ցայնը ես կլսեմ այո շատ լավ կլսեմ չէ կլսեմ շատ լավ կլսեմ ես կուզեի շեշտել ասել որ ամենայն հայոց կաթողիկոսը կպատկանի ազգին ամեն մեկ քայլով եւ պատշաճ է ավանդական է երբ կաթողիկոսը կցկե մայրաթոր Սուրբ Էջմիածինը աշխարհում մեկ ամբողջ հայացքը պետք է գիտնա ուր է ամենայն հայոց կաթողիկոսը հրավիրված է ասենք Միացյալ Նահանգներ արևմտյան թեմի առաջնորդի կողմեն հրավիրված է Ֆրանսիայի հայոց թեմի կողմեն հրավիրված է Ռուսատ պատրիարքի կհրավիրվի Ժնև եկեղեցիների համաշխարհային խորհուրդ կգնա հրավիրվի Նյու Յորք UN-ի Միացյալ Ազգերի Կազմակերպության մասնակցելու ժողովներու նույնիսկ եթե հիվանդ է հերումեզ գերտա բուժման ժողովուրդը աղոթող գլա կշեշտվի որ կաթողիկոսը մեկ ամիսով գերտա հանգստանալու Կարեկին Ներսիսյան ասի գաչումի երբ կուզե ոչ մեկը գիտե թե որտեղ է մենակ օթանավ գնստի վերջերս 4 օրով նորեն Մոսկվա եկած էր երբ կուզե գելա գերտա տարին 4-5 անգամ կան մարդիկ որոնք գիտեն Միացյալ Նահանգներ կա տարին մեկ ամիս գերտա Նիսի Մոնակոին կովը կհանգստանա տարին մեկ ամիս գերտա Ռուսաստան հյուսային Կովկաս կհանգստանա հարցումներ կտանք արդյոք ժողովուրդը պիտի գիտնա թե ոչ Կարեկին Ներսիսյանը կարևորություն չի դար դեր դիրական է ինչ կուզեմ գնեմ գսեմ մարդը եւ ուրիշ փամանալ գա քանի անգամ գրկնած է երբ գսեն ասինչ թանտուն սխալը ռաձես գսես թքածս չեմ լզեր գներեք կաթողիկոսը չի թքներ կաթողիկոսը գրնա որոշում ընդունել եւ որոշումը գրնա վերանայել ասե այս անցի գեցվածքը թեպի ժողովուրդը թեպի եկեղեցին շենքեր գշինե եւ անշուշտ այդ կառուցումների մեջ անշուշտ պատասխանատվության հարց մկա ես պիտի գոչնեմ ծեր միջոցով որմը ըսելու արդյոք պիտի հաշվետվությունը լա այս 10 տարին ավելի է Մոսկվայի մեջ այդ ամբողջ եկեղեցին եւ համալիրը որ կկառուցվի
պատասխանատվություն կա, հաշվետվություն կա, թե ոչ։ Ուր գերտան գումարները կստանան, բայց ուր գերտան ով գիտե։ Եվ անշուշտ ասոնց պետք է որ պատասխանատվության առաջ կանչել։ Կարևոր բան մնալս է հիմնական աշխատանքը այդ եկեղեցին, որը իմ օրոք արդեն կատարված էր, գիտնի դակի աշխատանքները, խոշոր աշխատանք կատարված էր, բոլոր կոմունիկացիոն աշխատանքները ըրված էին, գիտնի դակի եկեղեցին պատրաստ էր վերևը, առաջի քարը պիտի տնեին եւ ինձ պաշտոնեն հանեց։ Եվ ռուսատ պատրիարքով պետական այրերով իբր թե հիմքի օձում վրա թերթերում մեջ կան նկարները եւ հայտարարությունները, որոնք ես պահած եմ, հետո ինչ պատճառներով չարթեցին, փշրեցին ադիգա, ուրիշ քովը մադուր մշինելով, քիշերով քախնի Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, թեմի քահանաներուն կգանչե եւ քախնի ձևով ոչ իլուր աշխարհին, նորեն ուրիշտեղ հիմք կգործնե։ Արդյոք այսպես կլա եկեղեցին։ Եկեղեցին պետք է որ օրհնություն բերե ժողովրդին։ Եկեղեցի ամեն մեկ աղոթքով պետք է շինվի։ Եվ ոչ թե ինչպես ասոնք այս քայլերը ռին տարիներ շարունակ ուզբեկ եւ տաջիկ ամբորները որոնք քիշեցել նամազնելով սերի աշխատանքով քիչ հրավ այդ կառույցը ռին ադիգա օրհնություն պիտի ֆերեներ ժողովրդին թե ճշմարտություն այս մասին պետք է բարձրացնել որ ազգը գիտա Եվ ոչ թե ամեն ինչ արած է կաթողիկոսը ճիշտ չէ որ այդ մասին խոսել։ Բայց ճշմարտությունը բոլորին կվերապերվի, պատասխանատվությունը բոլորին կվերապերվի եւ որ պետք է այս բոլորին պատասխան տան։ Ասեն ցեզի, մինչեւ որ Քարեքին Ներսիսյանը չհայտարարեց Նիսի Սուրբ Աստվածածին եկեղեցիի մասին, որ այլևս ես կզրգեմ ցեզի արաքելական լալեն, ես համարձակեցա Երթալ անոնց խնդրանքին եւ արդեն քանի 4 անգամի եղած եմ նիստ պատարակած սարգավաց սերնադրազեմ ոչ թե ոդունցկություն մնելու ոչ նորմալ սրբազանի անձի նկատմամբ եւ ոչ էլ կաթողիկոսին որովհետեւ անոնք թուրք շբրդեցին իրենց եկեղեցի գառուցեն գնամանի այն բանին որ ծնողները իրենց զավակը դուրս կնետեն եւ մեկը գորտեկրե ինչպես կարելի է եկեղեցիմը որ 1928 թվականին կառուցված հայ քաղաքականներով շարթերեն փախած հավատացյալներու որոնց հաջորդող սերունդներ են հոն այդ բոլոր անձերուն դուրս նետելը սե որ դուք այլևս մանավանդ թրքախոս հայերալ կանոն ասել որ դուք հայ չեք քրիստոնյա չեք քանիմը ավազագապարու հայաստանցի երիտասարդներ մեջտեղ բերելով համայնք քայքայեցին եւ ամբողջ եկեղեցին դուրս ներելով արաքելական եկեղեցու զավակ լալեն կաթողիկոս մասիկա չի գրնարանել բայց Քարեքին Ներսիսյանը գումարներ ծախսելով այսօր Փարիզի մեջ նորեն ադիկա եղավ հունվարի մեջ ոչ ոք գիտեր հունվարի 6-ին Երևանի մեջ իր բատարակը գամեջ միացի մեջ ընելեն հետո ամսու 7-ին թե 8-ին քախնի գերբով առանցին եկավ Մոսկվա եւ Փարիզ որ թատական կորց բանա նիսի հայ համայնքի թեմ որսելու ես եմ արաքելական եկեղեցու գլուխը անոնք այլևս իրանք չպիտի ունենան արաքելական գոչվելու ասիգա ընելու բան է եւ պետք է բարձրացնել աշխարհը գիտնա եւ կանխե այս մարդու հակահայկական հակաեկեղեցական ապազգային կորձունեությունը Այո ես հարցում դամ Սրբազան մենք որպես սփյուռքահայությունը որպես հավատացյալները մեր եկեղեցի են մենք կոնկրետ ինչ կարող ենք անել որ այս հարցը լուծենք եթե գրնաս կարճ ցևով եթե հնարավոր է ներկայացնենք մենք ինչ կրնակնենք ինչ է process-ը որ մենք կրնանք այս խնդիրը լուծենք եւ ասենք թե նոր ընտրությունները ունենանք եւ նորմալ կաթողիկոս ընտրենք մեր եկեղեցին որպես գլխավոր անձը տեսեք ճշմարտաբար Հայաստանի պետական այրերը ոչ ճիշտ քաղաքականություն գվարեն եւ ամենուրեք տեսփաննական միջոցով
կխառնվին Սփյուռքի հայ համայնքի ներքին գործերում, որը ճիշտ չէ։ Հայաստանի տեսբանները Հայաստանի պետական կյանքը կամ գործունեությունը գաբը գունենա այս կամ այն պետության հետ։ Քանի որ հայրենիքը կա գրնան հրավերովը դեղի հայ համայնքին մասնակցել մշակութային ազգային կյանքին, բայց ոչ թե բարդարացրեն ըստելու որ կարեկինի սածը բգելա, անինչ օրերին Ժնևի մեջ, ինչ օրերին Նիսի մեջ, ինչ օրերին հիմա եւ Կանադայի Փարիզի մեջ։ Դժբախտաբար այս կացությունն է անշուշտ Սփյուռքը պետք է բարձրացնի բանջե փաստամագոմը ազգային ժողովին Հայաստանի նախագահին եւ համայն հայության որ կանխվի այս վիճակը հրավիրվի ազգային եկեղեցական ժողով քննարկվի բոլոր հարցերը եւ եթե կապացուցվեն Կարեկին Ներսիսյանի ոչ ճիշտ գործունեությունը ուրեմն փոփոխություն պետք է անել այլևս անհնարին այսպես շարունակել տեսեք ազգային ժողովի ուրիշ կետ մասեմ այսօր այո եկեղեցին պետք է որ ինչ որ չափով կարողանա դուրս ելնել խորհրդային շրջանի հալածանքներեն որոշ իրավունքներ ցերկ բերել բայց տեսեք եկեղեցին 400 հատ Կարեկին Գաթողիկոսի թիմումով ազգային ժողովին 400 զանազան գազագերբություններ ինչպես են օբյեկտ պարոգտակորձեն որոնց մեջ կմտնան խանութներ, լիջեր, քեդեր, ստադիոններ, սեփականացուցած են կամ մասնագիտ են այս կամ այն պետական մարդոց հետ միասին, թիմած են ազգային ժողովին, որ հարգադվություն ազատվի, ասիկ ամփարյականություն է, թիմելը եւ գրկնագի ամփարյական են ազգային ժողովի մարդիկ, որոնք ադիգա հաստատեցին, ուր գերտան հարգերը գերտան թոշակառուներուն, հարգերը գերտան ուսուցիչներու աշխատավարձի մանկաբարձներ, թփրոց, հիվանդանոց եւ ահա եկեղեցին իր ժողովրդի բերանեն կհապշտագե գումարներ իր բիզնեսը զարգացնելու համար ես կհասկանամ եկեղեցին Օմացուլարամը խաչիկներ կպատրաստեն, անոնք թողազատվին հարգադվությունեն, բայց քեդեր, ստադիոններ, դահլիճներ, որոնք մաքուր բիզնեսի աղբյուր են, եկամուտ կբերեն, այսինքն այլևս չես կրնար հանտուրժեն։ Երբ հոգևորականները գելան իրենց կուրս կգծեցեն, գսեն այդ մերն է պիտի վերցնենք։ Եկեղեցիները հոգևորականներուն չեն պատկաների սիրելի հայ ժողովուրդ։ Եկեղեցին կպատկանի ժողովրդին հոգևորականը բարձրապես կոչված է ծառայելու։ Այս է իրականությունը։ Կհասկանանք եւ ասիկա մերն է, անիկա մերն է, ինչն է այսօր մենք աղմուկ կբարձրացնենք Թուրքիոթեմ, որ որոշ հին պատմական հայդուներ կփլեն, ասիկա վերջին լուրերն եմ, չեմ գիտեր տեղյակ եք թե չէ, զանազան շրջաններում մեջ, որոնք հին հայկական դուներեն կփլեն, որբեսի հայի ու հետ կենթարապես վերցնեն։ Ինչ Կարեկին Ներսիսյանը Թամանյանի ճարտարապետության քաղաքի կենտրոնում լեզվաբանության, եթե չեմ սխալի, ինստիտուտը շենք ավերեց, որբեսի իրեն համար վեհարան շինի։ Ինչով կտարբերի թուրքերուն ավերածական աշխատանք են։ Մենք կմեղադրենք Թուրքիով, որ մեր եկեղեցիները կավերվին։ Այսօր ախտամարի Սուրբ խաչը վերականգնվեցավ, կվերականգնեն Անիի Տիգրան Օնեցի եկեղեցին երկու անգամ այցելած են գիտեն։ Հայաստանի վանքերը ավերակ վիճակի մեջ են եւ գտինեն Գաթողիկոսի գսե ես ժամանակ չունիմ սարերու վրայի եկեղեցիներով զբաղվելու։ Այս հարցերը այլևս պետք է որ բարձրացվեն եւ քննարկվեն եւ կանխեն, եթե մենք չկանխենք հիվանդությունը չբուժենք, այն կվերածվի քաղցկեղի եւ այդ պահին արդեն ստիպված են վիրահատելու։
եթե ոչ կմեռնի եկեղեցին։ Չեմ գիտեր գրծա պատասխանել կամ հագեցնել ձեր դված հարցունին։ Այո, հիմա գիտես ինչ պիտի անենք, եթե ուրիշ բան ունեք ասելու, այն գեզադիմ հարցեն զատ խնդրեմ, եթե չէ մենք պիտի հիմա ուղիղ եթերով պիտի արդեն հարցումներ, ինչքան որ ժամանակ մնացել է մեզ համար, հարցումներ ընդունել մեր ժողովրդին, որ կնան մեզ զանգահարեն եւ նորեն ես եթե հանգարց չի ստացվեցավ, որ այդ ուղիղ եթերին ժամանակը ծեր հետ կապվել, ես կուզեմ հիմա ասեմ շնորհակալություն ծեր կողմից եւ գուսամ թե որ մենք միասին պիտի կարենանք այս պայքարը մինչև վերջ տանել, որ մենք կնանք պաշտպանել մեր եկեղեցին եւ մեր հավատքը, որ իսկապես մեզ կպատկանի ոչ թե ուրիշին սեփականությունը։ Շնորհակալություն Սրբազան։ Խնդրեմ Աստված ուժգարողություն դացեզի, նույնպես շնորհակալ եմ, որ այս աշխատանքը կդարեք, ոչ թե աշխատանքի այդ ծառայությունն է մեր եկեղեցին, որովհետև թշպակտապար փաստաշճան մեր հոգեորականները, իմ անուններ չեմ ուզել դար, քանի մի հոգի երեսներին նսած եմ ես վերջերս որ Բիղադոսյան լրության ցերքերը լվացած են եւ թույլ կտան որ Քարեկին Ներսիսյանը շարունակե իր քանդիչ գործունեությունը այս է որ ցավ կպատճառե բազմաթիվ քահանաներ ափեղաներ կան որոնք ավելի համարցակ են որոնք կրնան խոսիլ եւ քայլ մնել բազանոց ամիջապես կարկալույց կնե իսկ բարձրաճան հոգեորականները թշպակտապար Բիղադոսյան լրությամբ ցայներնին գտրած են եւ այս վիճակի մեջ են այսօր հուսով եմ որ շատ-շատերը պիտի համարձակություն վերցնեն ճշմարտությունը բարձրացան ասելու համար շնորհակալություն շնորհակալություն հիմա մենք արդեն շարունակում ենք մեր ծրագիրը ուղիղ եթերով եւ առաջին ասեմ որ AMGA թիդողները ներողություն կուզեմ խնդրել որ այսօրվա կինոյի ծրագիրը հետաձգվում են մինչև այս ծրագիրը վերջանալը հիմա արդեն մենք հագին ցանկեր ունենք մեր հետնալ ունենք Տիրան Սրբազանը Փարիեգար Տիրան Սրբազան ինչպես եք Փարքաստուն շնորհակալություն եւ հիմա ես կխնդրեմ ով որ զանգում է որ ծեր հարցերը կարճ պահեք եւ հարց միայն դվեք Սրբազանին as ելույթը երբ որ այս ուղիղ եթերը երբ որ ավարտենք մենք թեր կշարունակենք ծեր զանգերը ընդունել մինչև որ վերջին զանգը գա եւ հիմա առաջին զանգը մենք վերցնենք Բարերգուն հրամեցեք Ես խնդրում եմ որ տելևիզորի ցայնը իջեցնեք որ չհանկարեցես որտեվ մի քիչ աղմուկ ասացին Բարերգուն հրամեցեք Բարերեկո Հրամեցեք Արաջան, ուզում եմ ճակատը թամփուրել, ապրես, միշտ քո կողքին ենք։ Շնորհակալություն։ Հարց ունեք Սրբազանին համար։ Այո, եւ Սրբազանին, այո, որովհետեւ այդպիսի մարդիկ, ինչպես որ դուք եք, շատ քիչ կան, շատ ափսոս, մեր ազգը կործանվում է։ Շնորհակալություն, ապրես։ Շնորհակալ, շնորհակալություն։ Հաջորդը Փարիգուն հրամեցեք ծեր հարցը Բարևձեզ Դուք Ամանուկյանն եք ճիշտ է Այո Հարց ունեք Սրբազանին համար Տիրան Սրբազանին Դե ամիջապես ուզում եմ ձեզ ասեմ Այո խնդրեմ Դուք շատ մեծ աշխատանք եք կատարել Ես տարիքով եմ շատ մեծ քեզանից ու մեծ գնահատական եմ տալի բայց խնդրում եմ Այդ ամեն ինչը որ դուք ցուցադրում եք հերոստատեսական դուք հաշվի առեք որ մենք աշխարհի հետ դեռ հարցեր ունենք լուծելու օտարների ջրաղացին ջուրմիկ լսկի ցույց տալու Այո մենք ես լավ կհասկանամ բայց մենք մեր դունալ պետք է մաքրենք շնորհակալություն Որ այդ գործողությունը կատարել են Եղավ շնորհակալություն Հաջորդը Փարիգուն հրամեցեք Բարևձեզ Արաջան Այո Կապես շատ կառուցողական հաղորդում է ինչպես մարդը պատմեց ինքը միայն ասենք գործնական բաների մասին խոսեց օրինակ ես կուզեի իմանալ այդ ձեր կաթողիկոսը ընդհանրապես մի հատ հոգևոր քարոզ ունի ասենք Հիսուս Քրիստոսի մասին կամ Աստծո մասին Լավ ես ինքս online նայեցի
ասեցի լավ կարող է մի հոգևոր բան խոսած լինի, ես ինքս փնտրեցի ոչինչ չգտա, որ Սուրբ երրորդության մասին, չեմ ասում այնտեղ վարդապետական բաներ կա, ընդհանրապես չգիտեմ ով է ձեր հետ հիմա Տիրան Սրբազանը ով որ խոսեր մեր հետն է Skype-ով ես իրեն հարցը գուտամ Սրբազան լսեցիր հարցը այո խնդրեմ պատասխանը կետե գրնակ Ես կուզեմ պատասխանած լալ միաժամանակ առաջին հարցումին որ չրաղացին չուր գլսնենք մեր թշնամիներուն գիտեք շատ բաներ կան որ ես չեմ գնալ կարճ ժամանակի մեջ ներկայացնել երբ Քարեքին կաթողիկոս այցելեց Վրաստան իր այցելությունը վրացիները նկարահանեցին եւ դրած են ինտերնետի մեջ ինչպես ինքզինքը խայտարակ պահեց եւ ցավ պատճառեց թավաջանեց վիրահայոց ամբողջ հայությանը եւ մեր բոլոր պահանջներուն հետեւաբար եթե չբարձրացնենք այս կարևոր հարցերը բզդիկ անձնական հարցերու մասին խոսք չկա սակայն գողջունեմ երիտասարդի հարցումին իսկապես որ երբևիցե ոչ իր ոչ եղբոր կողմեր քարոզներ չենք լսած հավատքի մասին երրորդության մասին լա նույնիսկ հայկական թերթերը ժամանակին գրած են իր սխալ արտահայտությունները որոնց մասին հոդվածներ եղան որ այդպիսի անձը չի գնար հայ եկեղեցի հոգևորականը լա Թշպախտապար ասի գայ է ընդրված է օծված է ես ինչպես ասի ընդրությունը չեմ ընդունիր ինչպես մեծ մասը մեր ժողովուրդին սակայն կընդունեմ օծումը բայց թշպախտապար 12 տարիների ընթացքին չի ուղղվիր եւ չի իր սխալները չի ուղղել եւ կշարունակե քանդիչ իր գործունեությունը Թող Աստված օգնական լա մեզ բոլորիս, որ այս դժվար վիճակեն դուրս գանք։ Եղավ, շնորհակալություն Սրբազան, հաջորդ ցանկը ընդունենք, հրամեցեք, Փարիրիգոն։ Այո, ես հարց ունեմ։ Այո, խնդրեմ, Սրբազանի համար գուսամ թե մեր հետն է այսօր։ Նախ շատ շնորհակալություն եմ հայտնում Այս շատ ծավոտ հարց է, անկեղծ ասած, բոլորիս համար, ինչ որ Սրբազան ասեց, մենք անկեղծ ասած շատ տեղեկատվություններ ունենք, բայց հարցը նրանում է, թե ինչպես կարելի է հարցը լուծել, լավ, մենք ազգովի խոսում ենք, ընդդիմանում ենք ոչ ճիշտ կաթողիկոսի ընտրության եւ իր ապրելակերպի, ոչ քրիստոնյա ապրելակերպի։ Ինչպիսի լուծում կարող է լինել, որ չէ որ կաթողիկոսը ցմահ է։ Ինչպես կարելի է լուծել։ Եղել են դեպքեր մեր պատմության մեջ, որ հրաժարական են տվել կամ դեմ են եղել։ Այդ վիճակը խնդրում եմ թող Սրբազանը մեզ բացատրի։ Եղավ Սրբազան, ինչպես կրնանք այս հարցը լուծենք։ Կարծեմ արդեն մեր բարեկամուին ինքը եւ պատասխանեց, որովհետեւ իսկապես երբ կաթողիկոսը սխալներ թույլ կտա, անձնական կյանքի մասին չէ քավլիցի, այլ էական հարցերը, կանոնական հարցերը, երբ անդունտի եզրին կբերե մեր եկեղեցին իր ավանդական կարգ ու կանոնով, ապա միշտ տեղի ունեցած է ժողովներ եւ հերացուցած են, որովհետեւ հառաջիկա քայլերը ավելի վատ պետք է լինեն։ Եվ ինչպես իմ խոսքի մեջ ասի, պահն է հրավիրել ազգային եկեղեցական ժողով, քննարկել եւ եթե իսկապես այս բոլորը բարձ խոսքեր չեն եւ մեղադրանքներ են, հանցանք են, ուրեմն պետք է հեռանա եւ տեղի ունենա նոր ընտրություն, որովհետեւ մեր ժողովուրդը միմիայն եկեղեցիով է մայր հայրենիքի հետ կապված։ Քարեքին Ներսիսյանի քալով ամբողջ սպյուրքը խառը վիճակի մեջ է, բաժնված է, ասիկա չգնար այլևս շարունակվել։ Եկեղեցին չի գրնար ուրիշ ցևի վերաբերվել, եկեղեցին ազգին կպատկանի առանց նկատի ունենալու Հայաստանցի է, Վրաստանի հայ է, Ռուսաստանի հայ է, Թուրքահայ է,
հայը եկեղեցիով, բայց երբ կաթողիկոսը բաժանում կմտցնե, ինչպես Նիսի բարական 80 երեխաներ կան, որոնք հայկական դպրոց կսորվին։ Եվ կաթողիկոսը ամեն տարի կայցել է, բայց դպրոց չի մտնար, եկեղեցի ոտք չի կողել, ինչպես կլա։ Կաթողիկոսը պետք է որ ներողամիտ լա, հայ ժողովրդի հայրն է, ասե որ կբացակայի, հետևաբար ճանապարհ չկա, պետք է որ լազգային եկեղեցական ժողով եւ հանգիստ ձևով ազգովին ընդրվի կաթողիկոսը, որ պետք է միացնի ամբողջ ժողովուրդը դերը լալով եւ սփյուռքին եւ հայրենիքի մեջի մեր ժողովրդին։ Ապրես, լավ, հաջորդ ցանկը ընդունենք, հրամեցեք ձեր հարցը։ Հրամեցեք, ձեր ցանը տելևիզիվ ցանը եթե գնաց իջեցնել, խնդրեմ։ Ուրեմն Արաջան։ Այո։ Նա դեպի բուրա բանա։ Մի բարգան Արաջան։ Այո։ Մի բարգան։ Ուրեմն հարցը դերիալն է։ Սրբազանը շատ քիչ է ասում Արաջան։ Շատ քիչ բաներ ասես։ Այսպեսի կադրողը այդ մեր սրբազանը Ներսիսյանը նստած է սաղորը գողավազակների հետ։ Սերզիկ Սարգսյան, Պել Զիբիլներ, իշքան գողավազակներ կան երգիր տալանողների, նրանց կողքին է կանգնած։ Միայն նրանց կողքին։ Ուրիշ ոչինչ։ Սրան պետք է հեռացնել թեմից, այո։ Նա հայը չի երևի, հայ չի։ Հայը դες բաներ չեր անի ժողովրդի հանդեպ։ Կեղծ, կաշառակեր, տոյոսիմիկ, բիզնեսմեն, ամեն տասներ սիրազներ ունի քանի հատ, երեխաներ ունի բոլորից։ Այսպես բաներ են ասում։ Արաջան, այնպես որ Սրբազանը շատ քիչ բան ասեց։ Դեռ շատ բաներ կան ասելու իհարկե, մենք հաջորդ ցանկը ընդունենք։ Հրամեցեք։ Դեռ շատ բաներ կան ասելու իհարկե, մենք եթե հերադեսիլի ցանի իջեցնես, կմնաս լսել մեզ։ Hello, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եի Սրբազանին հարցնել, թե Սփյուռքի arczepiskopos-ները ինչու միասին չեն կարողանում ոտքի ելնեն եւ այս հարցը դնեն ժողովի եւ ժողովուրդն էլ իրեն կողքին կկանգնի։ Մենք ծնվել եւ մեծացել ենք սովետական կարգերում, լուսահոգի վեհապար Վազգեն առաջինը ինչ տանջանքներով մեր եկեղեցին պահեց։ Մենք չենք կարող եկեղեցիներ գնայինք, բայց մեր տատիկները, պապիկները մեզ պարտադրում էին, որ տանը աղոթենք, մեր եկեղեցին պահենք, մենք չկարողանալով հաճախել եկեղեցի ամեն անգամ, բայց կարողանում էինք հայ մնալ սովետական կարգերի ճնշման տակ։ Հիմա ազատություն ստացանք։ Ամեն երագույն էին ուզում, երագույնն էլ ունենք։ Հիմա դուրս են եկել այնպիսի մարդիկ, որ փաստորեն մեր երկիրը ոչ թե առաջ են տանում, այլ կործանման են տանում։ Ես Լոս Անջելեսի մեր arczepiskopos-ներին կխնդրեմ, որ չաջակցեն նրան եւ մարտի 1-ին փոխարենը ինքը կանգներ մեր ժողովրդի կողքին, ինքը կանգնեց կառավարության կողքին։ Նման սրբազան մենք երբեք չենք ունեցել։ Այո, շնորհակալություն, այդ շատ լավ հարց է, սրբազան կրնակ պատասխանել, ինչ կնաց սփյուռքահայություն։ Կարծեմ շնորհակալություն բարոն Մանուկյան եւ քույրիկին, սակայն արդեն իմ խոսքի մեջ ասած եմ, որ դժբախտաբար մեծավ մասամբ Պարսաշճան հոգեորականները ինչպես Սիբիղադոսի նման որ թավաջանեց Հիսուսին, ասոնքալ որբեսի իրենց չթպնան ասելով չեն խառնվիր, կվախնան, որովհետև եթե ինչպես հիմա եղավ Նորման arczepiskopos-ի հետ Փարիզի մեջ, ավազակ քահանայի մը կստիպե, որ այդ քահանան պետք է կա եւ Փարիզ ծառայե։ Գիտեք, շատ հետաքրքիր էր արտահայտությունը հիշելով հանգուցյալ Վազգեն կաթողիկոսին, երբ Միացյալ Նահանգներում մեջ առաջնորդության ընտրություն գլար, հանգուցյալ Սիոն arczepiskopos Մանուկյան եւ Թորքոն, որ հետո եղավ պատրիարք arczepiskopos Մանուկյաններուն, հավասար ցայներ ստացած էին։ Եվ Միացյալ Նահանգներեն պատվավոր անձինք եկան եւ Վազգեն կաթողիկոսին ասին, որուն դուք կուզեք անոր մենք կնշանակենք։ Ոչ սա վեհապարը, դուք պետք է ընտրեք, որտեղ ծեր առաջնորդն է, դուք պետք է որ ընտրեք։ Իսկ այս անձնավորությունը Կարեքին Ներսիսյան, Պատվարժան, ինչպես Նորման Սրբազանը, բազմավաստակ հոգեորականներուն կհալած է, կստորացնե, դուրս կնետի եկեղեցին, որպեսզի իր մարդոց բերե, այս եկեղեցին քանդել կնշանակե։ Հետևաբար քույրիկի
առաջարկը լավ է բարձրացանի որ բոլոր եպիսկոպոսները միանան եւ այս փորձանքը մեր եկեղեցին դուրս ներեն։ Այո, մեր ժամանակը ուղիղ եթերու համար արդեն սպառվել ենք, մյուս շաբաթը մենք այս զրույցը կշարունակենք, բայց ծեր զանգերը մեկ-մեկ կպատասխանենք եւ Սրբազանի հետ գնաց խոսել հարցումները տակ եւ ինտերնետի միջոցով մենք անպայման կներկայացնենք ծեր հարցումները եւ պատասխանները։ Շնորհակալություն Սրբազան, Աստվածօգնական եւ մինչեւ մյուս շաբաթը կուսամ թե որ այս թեման կշարունակենք ծեր հետ հավանաբար եւ առաջ գնանք, որ մեր եկեղեցին նորեն վերականգնեցնենք որպես մեր։ Շերփարիցես